Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մայրենիից այսօր մենք կանցնենք Վաչագան Սարգսյանի «Արևն ու ծիածանը» գեղեցիկ պատմությունը։ Այս դասին դու կամրապնդես առարկա, հատկանիշ, գործողություն ցույց տվող բառերի իմացությունը։ Կբացահայտես բնության զարմանալի երևույթներից մեկը՝ ծիածանը։ Կկարևորես շրջապատն ուշադիր դիտելը և բնության երևույթները տեսնելը։ Կտեսնես, որ արևը հայերեն գիտի։ Քաշտում ենք տեսնենք ինչ կա այստեղ գրված երեխաներ։ Կարմրաթևիկը նստեց դեղնած կանաչին, երազեց կապույտ մանուշակներ։ Կարդա նախադասությունը, մտածիր ինչ կապ ունի այն ծիածանի հետ։ Երեխաներ, եթե նկատեցիք, հուշումը տրված է, տեսեք, ինչու է կարմրաթևիկ բառի առաջին տառը գրված կարմիր գույնով, նստեցինը նարնջագույն, դեղնածը դեղին գույնով, կանաչը կանաչ գույնով, երազեցը երկնագույն, կապույտը կապույտ գույնով և մանուշակները մանուշակագույն։ Երևի գուշակեցիք, չէ երեխաներ, կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն։ Սրանք ծիածանի 7 գույներն են։ Հիմա տեսնենք, ինչ սիրուն պատմություն է հորինել Վաչագան Սարգսյանը ձեզ համար։ Մի օր արևը խաղաղ անցնում էր ծովերի, դաշտերի ու այգիների վրայով։ Կագաչը աչքերը կկոցելով թփերի տակից նայեց արևին ու ասաց. «Ինչ կլինի, ինձ ներկիր»։ Արևը շատ զարմացավ, որ կագաչը հայերեն գիտի, ու նրան իր արյան գույնով կարմիր ներկեց։ Նարինջն ասաց. «Ինձ էլ ներկիր»։ Քո գույնը շատ լավն է, մնա նարնջագույն, ասաց արևը։ Դեղձը դեղին ներկեց, իսկ խոտը կանաչ։ Մի ծաղիկ կար, որը մոռանում էր, թե ինքն ինչ գույնի է։ Քեզ երկնագույն եմ ներկում, ու որ չմոռանաս անունդ, անմոռուկ եմ դնում, համբուրելով նրան, ասաց արևը։ Նա արդեն չէր զարմանում, որ ծաղիկները հայերեն են խոսում։ Նա հասկացավ, որ դրանք Հայաստանի ծաղիկներն են։ Ինձ էլ կապույտ ներկիր, խնդրեց մանուշակը քամուց օրորվելով։ Չէ, կապույտով ծովն եմ ներկելու, իսկ քեզ թողնում եմ մանուշակագույն։ Գործը վերջացրած համարեց արևն ու մտավ ամպերի մեջ։ Քիչ անց սկսեց անձրև տեղալ։ Իսկ երբ արևն ու անձրևը միանում են, ծիածան է ծնվում իր 7 գույներով՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն։ Սիրուն դասեր, չէ երեխաներ։ Մենք դասի հարցերին պատասխանելու համար նախ կվերհիշենք, թե ինչ է նշանակում կկոցել։ Բոլորը ձեր աչքերը կկոցում եք, երբ արևին եք նայում, չէ երեխաներ, կիսախուպ անել։ Աչքերը կիսախուպ անել նշանակում է կկոցել։ Կան հարցեր երեխաներ։ Առաջին հարցն էր, թե արևը երբ շրջում էր, ինչ ծաղիկների ներկեց արևը։ Եկեք հիշենք, արևը ներկեց կակաչին, անմոռուկին, իսկ մանուշակին թողեց իր գույնի։ Էլ ինչ ներկեց արևը։ Արևը ներկեց դեղձը դեղին, խոտը կանաչ գույնով ներկեց, կապույտ գույնով ներկեց երկինքը։ Ամենավերջում ներկեց ծովը կապույտ և գործը վերջացած համարելով հեռացավ։ Իսկ հետո անձրև եկավ։ Իսկ դուք գիտեք, չէ, որ երբ արևի հետ միաժամանակ անձրև է գալիս, ծնվում է յոթնագույն ծիածանը։ Նաև սովորում ենք պարտադիր բառացանկի բառերը՝ դեղձ, խնդրել, վերջացնել, օրորվել բառերը։ Ինչպես միշտ երեխաներ, այն առաջադրանքները, որոնք աշխատանքային տետրում կան, մենք դասագրքում նորից չենք կատարի, կկատարենք միայն աշխատանքային տետրում։ Իսկ հիմա կատարում ենք առաջադրանք 10-րդը՝ փոխակերպում։ Բառերի մեջ մի տառ փոխելով ջրից ստանում ենք լող։
ջուր, ջի փոխարեն դնում ենք հ, դառնում է հուր, ուի փոխարեն դնում ենք օ, դառնում է հոր, հ-ի փոխարեն դնում ենք լ, դառնում է լոր, եւ ր-ի փոխարեն ղ դնելով դառնում է լող։ Առաջադրանք 12-ը։ Արդեն դու ծանոթացել ես շատ պայմանանշանների, այժմ ինքդ հորինիր պայմանանշաններ սիրտ, արև, լուսին, աստղ, տուն, առարկաների համար։ Ամենահեշտը նկարելն է, ճիշտ է երեխաներ։ Սիրտ, արև, լուսին, աստղ, տուն։ Համոզված եմ ձեզանից շատերը շատ ավելի գեղեցիկ կնկարեք, կգունավորեք եւ ձեր պայմանանշանները շատ հաջող կստացվեն։ Եթե ուշադիր դիտես բնության հետաքրքիր երևույթներ, կբացահայտես։ Սա մեր դասի ուղումն է, ուղղորդումն է, այժմ աշխատանքային տետրի առաջադրանքները կատարենք։ Առաջադրանք 1-ը գրում ենք դեղց, խնդրել, վերջացնել եւ օրորվել բառերը պարտադիր բառացանկի բառերը լրացնում ենք եւ սովորում։ Հիմա նայում ենք, ինչ կա պատկերված նկարում. ծիածան, արև, քամի, անձրև։ Փորձում ենք այս բառերը միացնելով ծիածան, արև միանում, անձրևը ծնվում է քամի, երբ, են ու եւ ստանալ նախադասություն։ Երբ արևն ու անձրևը միանում են, ծնվում է ծիածանը։ Ոչ բառը չօգտագործեցինք, չօգտագործեցինք քամի բառը։ Այժմ այդ բառով մենք կազմում ենք բառակապակցություններ եւ հատկանիշներ ենք վերագրում քամուն։ Ինչպիսի քամի՝ մեղմ քամի, թույլ քամի, ուժեղ քամի, ցուրտ քամի եւ այլն։ Հաջորդ էջում առաջադրանք 3-ն է. ամ, կյանք, աչք, բառերից ընտրում ենք ամենահամապատասխանը, տեղադրում ենք նախադասությունների մեջ եւ գրում. ջուրը ինչ է տալիս բոլորին, կյանք։ Ջուրը կյանք է տալիս բոլորին։ Դու էլ խնայիր բոլորին կյանք տվողին։ Ջուրը պիտի խնայել, որպեսզի անտեղի չհոսի։ Առաջադրանք 4-ը նկարներով եւ գույն բառով կազմում ենք հատկանիշ ցույց տվող բառեր եւ գրում։ Բալ գումարած գույն հավասար է բալագույն։ Վարդ գումարած գույն հավասար է վարդագույն։ Մոմ գումարած գույն հավասար է մոմագույն։ Ծիրան գումարած գույն ծիրանագույն։ Մանուշակ գումարած գույն մանուշակագույն։ Կրակ գումարած գույն կրակագույն։ Արև գումարած գույն արևագույն։ Նաև շագանակագույն օրինակի մեջ տրված է։ Առաջադրանք 5-ը վերականգնում ենք բառերը օգտվելով նկարներից։ Տառանունները երեխաներ այբը ան է, մենը մն է, պեն պն ստացվեց ամպ բառը։ Այբը ան է, ռեն ռն եւ արև։ Ծա ծտարն է, ինի իտարն է, այբը ան, ծամ, ծն, նորից այբը ան եւ նուն նն, տառանունների լեզվով է գրված, կստացվի ծիածան բառը։ Առաջադրանք 6-ը գրում ենք նկարներում պատկերված առարկաների անունները, բաժանում ենք երկու խմբի եւ հիմնավորում մեր բաժանումը։ Նայում ենք երեխաներ. ամպ, անձրև, քամի, ծիածան, ձյուն։ Սրանք բնության երևույթներ են, առանձնացնում ենք։ Հաջորդը ռոբոտ, հեռախոս, ավտոբուս, հեռուստացույց։ Սրանք մարդու ձեռքով պատրաստված իրեր են։ Առաջադրանք 7-ը նարինջ, դեղց, խնդրել, վերջացնել բառերով հորինիր մի փոքրիկ պատմություն։ Դուք կարող եք գրքի օրինակներ նայել եւ ինքներդ ձեր պատմությունը հորինել, իսկ որպես օգնություն ես մի փոքրիկ պատմություն եմ հորինել։ Մանուշակը շատ էր սիրում նկարել։ Մի օր նարինջն ու դեղցը գլորվեցին նրա մոտ ու խնդրեցին իրենց նկարել։ Մանուշակը նկարեց եւ երբ վերջացրեց, անուշ արեց հյութալի պտուղները։ Դուք նույնպես կարող եք հորինել փոքրիկ պատմություն։ Հիմա լրացնելու ենք խաչ բառը, յուրաքանչյուր նկարում պատկերված յուրաքանչյուր առարկայի գույնով տեղադրելով համապատասխան գույները։ Օրինակ 1-ը, նայում ենք 1-ը դեղցն է։ Դեղցը ինչ գույնով է ներկած։ Դեղին։ Նայում ենք 2-ին, անմոռուկն է, որը երկնագույն է ներկված, երկնագույն։ 3-ը
նարինջն է, նարնջագույն։ 4-ը մանուշակն է, մանուշակագույն։ 5-ը տերևն է, կանաչ։ 6-ը նուռն է, կարմիր։ 7-ը վարդն է, վարդագույն, եւ 8-ը սալորն է, կապույտ։ Որ գույնը ծիածանի գույն չէ։ Երեխաներ, հիշում եք, չէ՞, ծիածանի գույները։ Միայն վարդագույնը չկա ծիածանի գույների մեջ, մնացած բոլոր գույները ծիածանի գույներն են։ Եվ առաջադրանք 9-ը լրացնում ենք նախադասությունները, դասից քաղած իմ պտուղները։ Ես բացահայտեցի, թե ինչպես է ծնվում ծիածանը։ Ես մտապահեցի ծիածանի գույները։ Ես կարողացա նկարել ծիածան, լրացնել խաչվառը, վերականգնել բառերն ու նախադասությունները։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։